կառավարության կողմից պարոն Քոչարյանը, արտադրության փոխնախարարը, կարծում եմ մասնակցում մեր աշխատանքին եւ իրենց դիտարկումները կներկայացնեմ, ես խնդրեմ։ Շնորհակալություն, արտադրական նախագահ, հարգելի գործընկերներ։ Այս նախագիծը այս գաղափարը առհասարակ որոշակի տարբերություններով տարիներ շարունակ քննարկվել է եւ քննարկվում է եւ մի անգամ մի քանի տարի առաջ նաեւ նախագիծ ենք ունեցել, որը ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով կարծիքի եւ Վենետիկի հանձնաժողով որոշակի դիտարկումներ է արել դրա հետ կապված։ Մասնավորապես ինչ է նշել Վենետիկի հանձնաժողով, որ ֆիզիկական ուժի կիրառումը եւ քրեական պատասխանատվությունը չեն կարող համատեղ կիրառվել, այսինքն այն դեպքերում, երբ որ նմուշներ ստանալը փորձաքննություն կատարելը հնարավոր է ֆիզիկական ուժի կիրառությամբ, ապա պետք է իրականացվի նվազագույն ֆիզիկական ուժի կիրառությամբ, եթե ոչ, ապա նոր դիտարկվի քրեական պատասխանատվության հարցը, բայց այդ երկու երևույթները, այսինքն ազդեցության մեխանիզմները չեն կարող համատեղ կիրառվել։ Մենք քրեական դատավարության օրենսգրքում ունենք նվազագույն ֆիզիկական հարկադրանքով նմուշներ ստանալու նվազագույն ֆիզիկական հարկադրանքի թույլատրելիությունը եւ վարույթ իրականացնողները այսօր էլ զրկված չեն նվազագույն ֆիզիկական հարկադրանք կիրառելով նմուշ ստանալու փորձաքննություն ենթարկելու հնարավորությունից, բայց միևնույն ժամանակ հաշվի առնելով պրակտիկան, մենք էլ ենք տեսել, որ իրականում խնդիր է առկա եւ խոսում է հատկապես ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու դեպքերի մասին, բայց դրանցով չեն սահմանափակում են դեպքերը, երբ որ անձի կողմից փորձաքննությանից հրաժարվելը կամ նմուշներ հանձնելուց հրաժարվելը հանգեցնում է ըստ էության քրեական վարույթի անելանելիության։ Ուստի դրանով պայմանավորված մեր առաջարկը եղել է, որպեսզի լուծումը տրվի ավելի ունիվերսալ, այլ ոչ թե միայն այս դեպքերի համար։ Եվ միևնույն ժամանակ նորից Վենետիկի հանձնաժողովին անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովը նշել էր, որ յուրաքանչյուր դեպքում պետք է հաշվի առնվեն քննարկվող հանցանքի ծանրությունը եւ ապացույցների ձեռքբերման այլընտրանքային եղանակների անհնարինությունը։ Եվ ուրեմն Վենետիկի հանձնաժողովի հայտնած դիրքորոշումների լույսի ներքո մենք առաջարկել ենք, որպեսզի առաջարկվող ուրեմն հոդվածը, նոր հոդվածը քրեական օրենսգրքում ձևակերպվի հետևյալ խմբագրությամբ. ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի վերաբերյալ վարույթով վկայի կամ ձերբակալվածի կամ մեղադրյալի կողմից վարույթն իրականացնող մարմնի պահանջով օրենքով սահմանված կարգով նմուշներ ներկայացնելու պարտականության կատարումից հրաժարվելը կամ խուսափելը, եթե դրանք չեն կարող ստացվել ֆիզիկական հարկադրանքի կիրառմամբ կամ փորձաքննության ենթարկվելու պարտականության կատարումից հրաժարվելը կամ խուսափելը, եթե այն չի կարող իրականացվել ֆիզիկական հարկադրանքի կիրառմամբ եւ եթե այլ եղանակով դրանց արդյունքում ակնկալվող ապացույցի ձեռքբերումը ողջամտորեն անհնար է։ Եվ նախատեսում ենք առաջարկում ենք պատիժ առավելագույնի 2 տարի ժամկետով։ Հիմա հանգամանալից ձեր թույլտվությամբ ներկայացնեմ, թե ինչում է պայմանավորված այս առաջարկը։ Նախ պատժից սկսեմ։ Մենք ունենք այսօր էլ 503-րդ հոդված, որը վերաբերում է ցուցմունք տալուց ապօրինի հրաժարվելուն եւ 503-րդ հոդվածի երկրորդ մասը վերաբերում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններով ցուցմունք տալուց հրաժարվելուն։ Ըստ էության նմուշ տալ փորձաքննության ենթարկվելուց հրաժարվելը դա գրեթե նույնական է ցուցմունք տալուց հրաժարվելուն եւ այդ դրանով պայմանավորված մենք սանկցիան պատիժը հավասարեցրել ենք, առաջարկում ենք սահմանել ցուցմունք տալուց ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների համար ցուցմունք տալուց հրաժարվելու սանկցիային։ Սուբյեկտային կազմը առաջարկում ենք, որպեսզի սա կիրառել լինի վկայի, ձերբակալվածի եւ մեղադրյալի համար։
այսինքն ըստ էության բոլորի բացառությամբ տուժողից որ լինում են դեպքեր, երբ որ տուժողին է անհրաժեշտ փորձաքննության ենթարկել կամ տուժողից է անհրաժեշտ նմուշ ստանալ, բայց տուժողի դեպքում մի փոքր այլ իրավիճակ է, այնտեղ կրկնակի զոհականացման խնդիր կարող է առաջանալ եւ ըստ էության վերջինիս պարտադրելու կամ հրաժարվելու դեպքում քրեական պատասխանատվության ենթարկելը գտնում ենք, որ մարդու իրավունքների տեսանկյունից համաչափ չէ։ Ինչ ենք առաջարկում, որպեսզի ծանր եւ առանձնապես ծանր հանցանքների դեպքում սա կիրառելի լինի, որովհետեւ նորից Վենետիկի հանձնաժողովը կարևորել է թե այս ինտենսիվ միջամտությունը էականը թե ինչ ծանրության հանցանքների դեպքում իրավաչափ, որովհետև մի կողմից մենք գործ ունենք անձի իր դեմ ցուցմունք տալուց հրաժարվելու իրավունքի սահմանադրական իրավունքի հետ, մյուս կողմից մենք գործ ունենք արդարադատության իրականացման հետ, այսինքն անձը եթե իրավունք ունի իր դեմ ցուցմունք չտա, մյուս կողմից հրաժարվում է օրինակ փորձաքննության ենթարկվել, որ իմանալով հանդերձ, որ փորձաքննության արդյունքները օրինակ իրեն մեղսագրվող արարքը հաստատելու են, այստեղ որոշակի նմանություն ունենք մենք այս երկու երևույթների մեջ, բայց միևնույն ժամանակ նարկա են նաև տարբերություններ, դրա համար մենք առաջարկում ենք, որ բոլոր դեպքերում չլինի այս քրեական պատասխանատվությունը, այլ լինի միայն ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերում։ Հաջորդը մենք առաջարկում ենք խմբագրությունը ձևակերպել հրաժարվելը կամ խուսափելը, այսինքն հրաժարվել խոչընդոտել բառից, որովհետև հրաժարվելը դա անձի կամքի արտահայտությունն է, երբ որ ինքը հրաժարվում է, իսկ խուսափելը մեր խորին համոզմամբ կլանում է նաև խոչընդոտելը, այսինքն խուսափելը ցանկացած եղանակով կարող է խուսափել, խոչընդոտելով, այդ MRT-ի սարքի մեջ շարժվելով, այդ անալիզներ հանձնելուց առաջ օրինակ պարոն Խաչատրյանի ասած օրինակի նման ալկոհոլ կամ սնունդ օգտագործելով, սրանք բոլորը խուսափելու եղանակներ են, երբ որ անձը չի հրաժարվում, բայց իր գործողություններով կամ անգործությամբ ըստ էության խուսափում է եւ մեր գնահատմամբ լրացուցիչ բառ խոչընդոտել բառ ավելացնելու կարիք չկա, որովհետեւ դա տեղավորվում է խուսափելու մեջ։ Եվ վերջինը, որ առաջարկում ենք, եթե ակնկալվող ապացույցի ձեռքբերումը ողջամտորեն անհնար է։ Այսինքն սա էլ որպես Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշման ուրեմն լույսի ներքո ենք մենք այս դիտարկումը արել, այս առաջարկը ներկայացրել, որպեսզի բոլոր դեպքերում չէ, որ իրավաչափ եւ համաչափ կլինի քրեական պատասխանատվությունը, կարող են լինել դեպքեր, երբ որ այն հանգամանքը, որ ակնկալվում էր այդ փորձաքննությամբ կամ նոմուշի ստացմամբ ապացուցել, հնարավոր կլինի ապացուցել նաև այլ ապացույցներով եւ այդ դեպքում անձին լրացուցիչ քրեական պատասխանատվության ենթարկելը համաչափ չի լինի, այսինքն կարծում ենք, որ այս գործիքը պետք է կիրառել լինի միայն այն դեպքերում, երբ որ այլ եղանակով հնարավոր չէ ապացույցը ձեռք բերել։ Ըստ էության այսքանը, եթե հարցեր լինեն, սիրով պատասխանեմ։ Ձեզ հարցեր չի նախատեսված, բայց ելույթների ժամանակ խոսենք դրա մասին։ Շնորհակալություն, ես կարծում եմ, որ վերապահումներ ունեմ կառավարության առաջարկության հետ կապված։ Ստեղ այն հասկացությունը, եթե այն չի կարող իրականացվել ֆիզիկական հարկադրանքի կիրառմամբ, եթե սա մտցնում ենք, պարոն Քոչարյան, այս նախագիծը դառնում է անատան բան։ Գալու է մեղադրյալը, ասի, բա տանեիք, բռնեիք, 50 հոգով տանեիք MRT-ի մեջ գցեիք եւ MRT-ն անել տայիք։ Ֆիզիկական հարկադրանքի իրականացման հնարավորությունների սահմանները կարմիր գծով չի երևում, իսկ սա քրեական օրենսգիրք է, դա կարմիր գծի պես պետք է երևա։ Սաղն է գալու են ասեն, բա տանեիք, եկել եք փորձել եք ֆիզիկական հարկադրանքը չի ստացվել, իսկ եթե
երկիրը պետությունը ինչ որ մի բան պետք է անի չի արել, հետեւաբար այն մյուս փորձաքննության արդյունքներն են անվավեր համարվելու քրեական վարույթի մեջ, ապացույց չի համարվելու, որովհետեւ ապօրինի է ձեռք բերված, ասեն հարկադրանք կիրառեիր հետո, փորձեիր հետո։ Ես հան ընդունել եմ համարում, չեմ ուզում որ սա լինի եւ առաջարկում եմ չընդունել։ Եվ երկրորդ, պարոն Ալեքսանդր, անատամ բան է դառնալու, ելի նորից նույն ձևի խուսափելու են փաստաբաններ եւ այլ նույն պատմության մեջ են կանգնելու։ Ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների դե պարագային է անդրադառնում։ Ստե չի ասվում զորակոչ պաշտպանության համատեքստում չի դիտարկվում ըստ կառավարության առաջարկի բոլոր հանցագործություններով, ինչ որ մեկին մատնահետքով ճարել են, գենետիկ անալիզի չի ուզում գնա տա, նույն բանը մտնում է սրատակ, չէ։ Էլի ընդունելի չի, որովհետև մենք կոնկրետ այս նախագիծը բերել ենք պաշտպանության համատեքստի մեջ, զորահավաքների, պարտադիր զինվորական ծառայության եւ արժական հավաքների մասով եւ ձեր բերած նախագիծը մասնավորեցնող նորմա, ինքը մասնավորեցել է կոնկրետ մի իրավահարաբերություն, որ այսօր խնդրահարույց է։ Հիմա սա որ sense բացում եք բոլորի վրա տարածում, լրիվ ուրիշ բան է դառնում։ Ես առաջարկում եմ պարոն Ալեքսանյան չընդունել կառավարության այս առաջարկությունները եւ ընդունել ամբողջությամբ եւ մի հատ էլ հոգեկան առողջության խնդիր ունեցող մեղադրյալը հոգեկան առողջության խնդիր ի՞նչ է նշանակում մեր բնակչության 60%-ը նևրոզ հիվանդություն ունի բոլորն են հոգեկան ինչ-որ խնդիր կարող ունեն նևրոզ, ստրես, դա հոգեկան հիվանդության հոգեկան առողջության խնդիրներ են, չի էլ ասում հիվանդություն այսինքն եթե մարդը հոգեկան առողջության խնդիր ունի, նևրոզ ունի, վերջ իրան չեն կարալու որևէ մեղադրյալի կարգավիճակ տան, չգիտեմ, կասկածյալի եւ պատասխանատվության ենթարկեն սա էլ է աբսուրդ Կարծում պետք է չընդունել եւ նախագիծը ընդունել առաջնային տարբերակով, միայն ավելացնենք սահմանված կարգովը եւ ամբողջությամբ մեր ուզած իրավահարաբերությունների կարգավորումը փակում ենք։ Շնորհակալություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար